107 մասնակից Գորիսում մրցում էր մարզպետի գավաթի բազկամարտի առաջնության դափնիների համար։ Սյունիքի տարբեր համայնքներից եկել են իրենց ուժերը չափելու տարբեր տարիքի, քաշի եւ սեռի մասնակիցներ 12 անվանակարգերում։ Երբ դեռ դպրոցական էի, դպրոցականների Հայաստանի չեմպիոն էի, իսկ մեծերի մեջ փոխ չեմպիոն էի Հայաստանի։ Աշխեն Խաչյանը դարձավ 70 կիլոգրամ քաշայինների չեմպիոն։ Մրցույթի մասնակիցներից էր նաեւ Արցախից բռնի տեղահանված Արսեն Երեմյանը։ Շուշտ են կազմակերպում ստեղ սպորտին շատ ուշադիր են, սպորտը շատ զարգացել է վերջի մի քանի տարում։ Ուժերը փորձելու էր եկել նաև Կատրինը։ Նա առաջնությունում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց։ Ես մտածում էի, որ չեմ հաղթելու, բայց շատ ուրախ եմ, որ երրորդ տեղ եմ գրավել։ Ինձ տվեց կամքի ուժ, տվեց, որ ես ավելի լավ պայքարեմ, որպեսզի ավելի շատ հաղթանակներ տանեմ։ Հաղթողների համար կազմակերպիչները նախատեսել էին 100,000 դրամ դրամական մրցանակ, երկրորդի համար 70, երրորդի համար 50,000 դրամ։ Մասնակիցներին աջակցելու էին եկել հարազատներն ու ընկերները։ Ֆիզիկականն հաշվի առնում, ֆիզիկականն հայրենասիրականն որպես մշակույթ, ես տարբեր տեսակյունով եմ նայում էլի։ Ում հետ եք եկել։ Հայրիկիս եղբորս։ Ձեր եղբայրն է մասնակցում։ Չէ, հայրիկս։ Կազմակերպիչներից Ժորա Թումանյանը նշում է, որ առաջնությունն անցկացնում են պրոֆեսիոնալ սպորտի կանոններով։ Պիտի մեր սերունդը լինի ուժեղ ու պիտի պրոպագանդվի միայն սպորտը, որ պիտի զբաղվեն սպորտով, ուժեղանան զբաղվեն սպորտով։ Տեսա նաև աղջիկներ էլ կային մրցման մեջ, մարզում աղջիկները ակտիվ են սպորտում։ Մեր մարզում հիմա շատ ակտիվ են աղջիկները եւ մենք դաժե Գորիսում ունենք մեծ քանակությամբ աղջիկներ, որով զբաղվում են սպորտով, նաեւ ձեռքուժով, ինչպես տեսակ, մեծամասնությունը Գորիսից էին մասնակիցներ աղջիկների։ Ինձ թվում է հետագայում ավելի կշատանա։ Նախատեսում են, որ շարունակական բնույթ կունենա միջոցառումը, կդառնա ամենամյա։ Մտադիր են նաև ընդլայնել սպորտաձևերի ցանկը։ Դա Նախարուշանյանի նախաձեռնությունն է եղել եւ չեմ հետևել մնացած մարզերում կան նման առաջնություններ թե ոչ, բայց նպատակը մեկն է, որ մաքսիմալ սպորտի վրա ուշադրություն դարձնենք, որ մեր երիտասարդները սևեռեն իրենց ուշադրությունը սպորտին։ Մարզպետը ծրագրում է կազմակերպիչների ու առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցների հետ քննարկել Սյունիքում սպորտի զարգացման հետագա քայլերը։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Renews Armenia։